Ես սիրում եմ ասել, որ անշարժ գույքը առաջնային պահանջմունք բարով ապրանք է։ Ինչու է ձեր ընկերությունը կոչվում Red Invest Group, Միտումնավոր մեծատառերով են գրել, բացվածքը real estate developers-ը նշանակում։ ինչ է broker, ինչ է realtor։ Նույն իմաստն ունեն տարբեր բառերով։ Գնորդը ինչպես տարբերակի անշարժ գույքի գործակալությանը, վատ անշարժ գույքի գործակալությունից Մոդելը ընտրել ենք ես, եթե դու մեզնից գնում ես, մենք միջև վերջ, միջև ավարտական ակտը քո կողքն ենք, ինչ չափանիշներ կան միջազգայնացման։ անշարժ գույքի շուկայի եկած գումարի ինչ որ մասը լինի արտասահմանյան գումար, ոչ թե տեղական շուկայում մեփող նույն գումարը լինի։ Ինչ նախաձեռնություններ են սպասվում մոտ ապագայում։ Օրենքի հետ կապված լավացման ավելի էֆեկտիվ դարձնելու աշխատանքներն են։ Անհատ վաճառողի տեսանկյունից լավ է թե վատ է։ Բոլոր կողմերը քաղաքացուց սկսած այս փոփոխություններից շահելու են։ Սիգար վերջում կծխենք, ոչինչ։ Վերջում կծխենք, այո։ Ես ի տարբերություն քեզ շատ հազվադեպ եմ Շուտվանից չես գալիս, լրիվ թողել ես։ Լսի, ծխելը ինձ բան, այդքան չի գրավում, բայց միջավայրը դուր է գալիս։ Հա։ Ստեղ ենք հավաքվում արդեն։ Շատ լավ տեղ է։ Շատ սիրուն լաունջ է, հա, շատ համապատասխան է։ Շատ դուրս եկավ։ Երևանում չկա, այն ժամանակ Ալեքսանդրում էինք դե հավաքվում, բայց Ալեքսանդրի վատ կողմը այնա, որ ինքը ավելի մեծ է, ցվրված է նստարանները ու այդ network այդ ջերմ վիճակը չենք ստանում։ Իսկ Այստեղ այսքանն է։ հա, իսկ ստեղ այսքան փոքր սրահ է, 14 մարդ է տեղավորվում ու ավելի ջերմ մտերմիկ է լինում, էլի զրույցները ու հավաքները։ Ողջույն, եթերում Շինքասթն է, իսկ այս թողարկման մեր հյուրն է Red Invest Group ընկերության համահիմնադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը, իսկ այս թողարկման հովանավորն է Trio Երևանը, որտեղ էլ անցկացվում են մեր նկարահանումները։ Այն գտնվում է Փարպեցի 9 հասցեում եւ հանդես է գալիս 3 ձևաչափով՝ ռեստորան, լաունջ եւ սիգար բար։ Արսեն ջան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար, Արին ջան։ Եկեք խոսենք այն տրամաբանությունից, թե ինչու է ձեր ընկերությունը կոչվում Red Invest Group ընկերություն, այլ ոչ գործակալություն։ Մենք առհասարակ ասում ենք real estate company, եթե անգլերենից թարգմանենք անշարժ գույքի ընկերություն։ Այդ շատ լավ հարց է, որովհետև հիմնականում ասում են ոնց է ստեղծվել միշտ, բայց երբեք չեն ասում ինչի է այդպես անվանվել։ Մենք ստեղծվել ենք որպես ռիելտորական ընկերություն ամենասկզբից, հետո զարգացման ընթացքում հասկացանք, որ մեզ դուր է գալիս առհասարակ անշարժ գույքի շուկայի ոչ միայն ռիելտորությունը process-ներից, այլև անշարժ գույքը որպես գիտություն, որպես այդպեսին։ Եվ դրա համար մենք մի քիչ փոխեցինք ուղղությունը, այսինքն սկսեցինք ինվեստիցիաների ներգրավմամբ զբաղվել, կառուցապատման, ֆինանսավորման մոդելավորմամբ զբաղվել, տարբեր կառուցապատողների հետ տարբեր կոնցեպտների նախագծեր ձեռնարկել եւ դրանում ինչ որ դեր ունենալ։ Ինչ որ կետից 2020 թվականներ կամ 19 թվականը մեր ընկերության անվանման մեջ ավելացավ invest բառը, որը որ ամենասկզբից ես ուզում էի լիներ։ Իսկ նախկինում ինչպես էր կոչվում։ Red Group ուղղակի առանց invest։ Առանց invest։ Հա, լավ բան էլ ասեմ, բոլորը հարցնում են ինչի red, այսինքն չեն հարցնում, մտածում են դա կարմիր նշանակում, բայց մենք միտումնավոր մեծատառերով են գրել, բացվածքը real estate developers-ը նշանակում, այսինքն եթե ամբողջությամբ անենք real estate developers investment։ Մենք բոլորս կարմիր գույնն ենք միայն տեսնում, հա։ Ինքը մեր անվանումը, եթե բացվածքով real estate developers investment group, շատ ավելի հետաքրքիր։ ինքը հենց ամբողջությամբ նկարագրում է այն գործը, ինչով մենք զբաղված ենք, այսինքն անշարժ գույքի շուկայում տարբեր սպեկտրներով գործունեություն ենք ծավալում։ Ինչի ես չէի ուզում որ մենակ ռիելտորությամբ ընկալվենք որպես գործակալություն եւ ինչ ենք սիրում ասել որ ընկերություն ենք մենք, որտեղ գործակալության մասը, բրոկերության մասը, արխու վաճառքի դա մեր գործի մի մասն է ընդհանրապես, կարելի ասել վերջին փուլն է մեր աշխատանքի։ Դրանից առաջ իմ ամենասիրելի փուլը կոնցեպտների մշակումը, կառուցապատման մոդելավորումն է ու տարբեր ինվեստորների հետ աշխատանքն է, այսինքն հողի վրա ինչ որ բան ստեղծելն է, հա, զրոյից դա կյանքի կոչելն է, որի մեջ մենք մասնակցություն ունենք ռիելտորական կտորով ապագայում, բայց այդ կոնցեպտ ստեղծելը գլոբալ, եթե նայենք, այս պահին իմ սիրած ամենասիրած կտորն է կոնցեպտներ ստեղծելը եւ ինվեստիցիոն գրավչության կոնցեպտներ ստեղծելը ու նոր կոնցեպտներ ստեղծելը, որ մենք մի քանի նախագիծ ունենք, վստահ եմ հարցի հետ մեջ կլինեն այդ նախագծերից, կանրադառնամ ու մեկնաբանեմ ինչի եմ այդ գործը ավելի շատ սիրում։ Արսեն ջան, քանի որ մեր շինքասթը նաև կրթական բնույթ է կրում, եկեք դիտորդին նաև բացատրենք տարբերությունները ռիելտորական հասկացության եւ բրոկերային հասկացության միջև։
ինչ է broker, ինչ է realtor։ Նույն իմաստուն են տարբեր բառերը ուղղակի։ Չկա հասկացություն, որ Ոչ, իրանք տարբեր ֆունկցիաներ չեն ենթադրում։ հոմանիշ բառեր են, Եթե Ամերիկայի կամ միջազգային ֆորմատով նայենք, բրոկերը այն մարդն է, որ լիցենզիա ունի։ Բրոկերությունը մեր մոտ է անցալվում միաստիճան որպես այդպեսին, չնայած հիմա օրենքից եք խոսենք ու այդտեղ մենք քննարկում ունենք, որ երկաստիճան գոնե լինի այս աշխատանքը, բայց միջազգային պրակտիկայում բրոկերը այն մարդն է, որ լիցենզիա ունի, ով կարող է այդ գործը առողջարքի process կազմակերպի, հա։ Ագենտը այն մարդն է, որ գործառնական մասով է դրա զբաղված, այսինքն բրոկերից մի ներքև աշխատող մարդուն են ասում ագենտ։ Realtor-ը պատենտավորված բառն է, եթե չեմ սխալվում, Ամերիկայի ազգային ասոցիացիայի կողմից որպես այդպեսին ենթադրում եմ պատմություն եղել է, որ real estate-ով բրոկերը դառել է real estate բրոկերը դարձել է realtor։ կոնկրետ ես կարամ մեջբերեմ էմիրությունների շուկան, այնտեղ բրոկերը համարվում այն գործակալը, ով աշխատում է տարբեր կառուցապատողների հետ, իսկ realtor-ը համարվում այն անհատը, ով աշխատում է կոնկրետ կառուցապատողի համար կամ կառուցապատող ընկերությունում հենց շտատնի աշխատող է համարվում։ Տարբեր ձև կարող մեկնաբանել։ Օրինակ մեր մոտ Հայաստանում realtor, փաստացի broker, ագենտ գործառույթներն են նույնը։ օրենքով սահմանված չի ուղղակի ու անվանումը տրված չի։ Ամեն մեկս մեր ձևով ենք հասկանում։ Realtor բառը իհարկե շատ ավելի մարքեթինգային տեսանկյունից լավ բառ է, մենք ուզում ենք սկզբից օգտագործել ասոցիացիայի անվանման մեջ, ուղղակի դա պատենտավորված բառ է Ամերիկայի Realtor-ների ազգային ասոցիացիա կա, այսինքն դրա անդամ պետք է լինես, որպեսզի կարողանաս այդ բառը օգտագործես։ Մենք հիմա փորձում ենք անդամակցության եզրեր գտնենք ու վստահ եմ շուտով կստացվի, որտեղ իրենք էլ են բավական ոգևորված։ Դա ենթադրում է հենց միջազգայնացումը շուկայի։ Դուք նախորդ ձեր ելույթներից մեկում նշեցիք, որ շուկան միջազգայնացման փուլում է։ Ինքս շատ հետաքրքրված եմ այդ սահմանումով, ինչ է նշանակում շուկայի միջազգայնացում։ Տեսեք, եթե մենք վերցնենք շուկայի էվոլյուցիան, նախորդ փուլը բավականին խիտ process-ներով եւ արդյունավետ փուլ էր կարելի ասել Հայաստանի անշարժույթի շուկայի զարգացման համար։ Այն մարդիկ, ովքեր նույնիսկ այդ շուկայից հեռու էին, ինչ որ չափով, որպես հաճախորդ, որպես ունկնդիր, որպես հարցեր տվող, չգիտեմ, տարբեր ձևաչափերով մեր շրջապատում բոլորը զբաղված էին անշարժույթի քննարկումներով եւ այլն։ Առասարակ ես սիրում եմ ասել, որ անշարժույթը առաջնային պահանջմունք բարով ապրանք է։ Այսինքն, եթե դու սոված չես, մերկ չես, անշարժույթ ես ուզում, այդ բազային սկզբունքները որ կան, Մասլոյի, հա, բուրգի, փաստացի աշխատում են։ Մենք այստեղ նստած ենք 5 հոգով, հա, կադրում երկուս ենք, բայց 5 հոգով նստած ենք։ Դու կարող ես ինձ ասել, ով անշարժույթի շուկայի մասնակից մեզնից, ով չէ։ Ես կարող եմ ասել, որ բոլորս։ Եթե դու տուն ունես, դու չես վաճառում հիմա այդ տունը, կամ նոր տնով գնման հետաքրված չես, ամեն դեպքում դու ունես մի հատ ակտիվ, որը քո երևի ամենաթանկ ակտիվն է, կամ թանկ ակտիվներից մեկն է, ու դու մինիմում հետաքրված ես դրա գնով, դրա ճակատագրով եւ այլն։ Դրա համար մենք բոլորս էլ այդ շուկայի մասնակիցներն ենք, ուղղակի տարբեր տաքությամբ, այսպես ասած, տեղափոխման միջոցից հետո առաջի տեղում է անշարժ գույքը, մեքենայից հետո բնակարարը առաջի տեղում է։ Չէ, ինձ թվում է, եթե գնման տեսանկյունից նայես, եթե պահանջարկի նաև տեսանկյունից։ Պահանջարկի տեսանկյունից առաջ է միանշանակ։ Այսինքն բոլորը գոնե վարձով տուն ուզում են։ Եթե ձեռքբերմանը հնարավորություն չունեն, իսկ մեքենան դա ճոխության արդեն պարագա է համարվում։ Եթե հետ գանք միջազգայնացման տենդենսին, միջազգայնացման տենդենսը ամեն երկրի շուկայում հասունանում է այն ժամանակ, երբ որ ներքին process-ները հասունություն են ունենում, հա, process-ներից, ինդեքսներից, այսպես առաջինը կարելի ասել օրենսդրությունը, երկրորդը շուկայի մասնակիցները, կառուցապատողները, որոնք ավելի փորձված են, ավելի ճիշտ ապրանք են ստեղծում, հա, թիրախավորված, եւ դրա իրացմամբ զբաղվող ընկերությունները։ Իրացմամբ նկատի ունես վաճառ ռիելտորները, հա, եկեք ռիելտորներ ասենք, գործակալությունները։ Բնականաբար դրան զուգահեռ նաեւ այդ ոլորտը սպասարկող ու կարևորագույն ճարտարապետական, դիզայներական, կոնստրուկտորային ընկերությունները, այդ խումբը մասնագիտությունների ու ընկերությունների, որոնք գործում են, դի բավարար փորձառություն ունենան, միջազգայինորեն ստանդարտներ ունենան, միջազգային սերտիֆիկատներ ունենան, ավելի շատ փորձառություն ունենան, եկեք միջազգային փորձառություն ունենան, հա։ Փորձառություն ունենան, որպեսզի level up լինեն, միջազգայինին գնան։ Տեղական փորձառություն ունենան, որպեսզի level up լինելուց մի անգամ չթռնեն մի քանի աստիճան միջազգային, միանգամից միջազգային ստանդարտով Հայաստանում դժվար է սկսել կառուցապատում անել։ Իսկ եթե դու ունես բավարար ներքին փորձառություն, process-ները ճիշտ են կառուցված, միտքը ճիշտ է արդեն կառուցված,
Այն փուլն է, որ դու level up ես ուզում լինես, դուրս գաս միջազգային շուկա, որտեղ տեղի շուկան քո համար փոքր է, տեղի պահանջարկը կամ տեղի սպառումը։ Իմ կարծիքով եկել է մեր մոտ այդպիսի փուլ, որ շուկայի հասունությունը է, այդ բոլոր մասնակիցների ներկայությունը կա, հասունությունը կա, ու հիմա բոլորի մոտ այդ օրգանական պահանջարկը կա level up լինելու։ Ինչ кейսեր կան արդեն արդի նախադեպեր, որոնք level up են եղել, ինչ ընկերություններ են level up եղել, նույն ճարտարապետական, շինարարական, կառուցապատող։ Տես, արի այսպես ասենք, էլի, որ բայց սկսած մենք կարանք հասկանանք, որ մենք level up ենք եղել։ Եկեք սահմանումը իմ կարծիքով տամ, երբ որ մենք հետաքրքիր լինենք միջազգային գնորդին ու ներդրողին աշխարհի շուկային։ Մեր հարևան Դուբայում, ինչպես դու սիրում ես ասել, այս շատ կարևոր է, հարևան բառը։ Դուբայում ինչ ունենք։ Ունենք մեր շուկա, որը համաշխարհային շուկա է, այսինքն դու կապ չունի մոնղոլ ես, տաջիկ թե հայ, դու եթե գումար ունես, մտածում ես, որ Դուբայում ինչ որ անշարժ առնել է, լավ բան, այսինքն իներցիայով արդեն ինչ որ բան կա, process կա, որ բոլորի մոտ այդ տարբերակը գումար խնայելու կամ ինվեստիցիա անելու Դուբայի շուկանը կա։ Բնականաբար դրա լոկալ շուկաներն էլ կան, այսինքն ավելի փոքր շուկաները, Բաթումը դրա լավ վառ օրինակ իրականում մեր հարևան, հա, սահմանակից երկրի օրինակը, որտեղ, եթե չեմ սխալվում, վերջի տվյալն եմ ասում, Բաթումի իմաստով 70% ինվեստիցիաները վերջի տարվա կամ տարիների ոչ վրացիների կողմից են, այսինքն կապ չունի լոկալ վրացի թե սփյուռքի վրացի։ Իսկ Հայաստանում ո՞նց է ցուցանիշը իդեպ։ Մեր կադաստրի ցուցանիշները այդքան էլ պարզ չեն, բայց այն ինչ որ դիտարկվում է, դա 2%-ն է, որոնք որ այլազգի են, այսինքն հայ չեն, այլ ազգի են նկատի ունենք այլ երկրի անձնագրով են գնել։ Դրանց մեջ էլի հայեր կլինեն։ Վրաստանում 70%։ Վրաստանում 70% է, ու այդ մարդիկ հենց այդ արաբները, տաջիկները, ռուսները այդ մարդիկ են։ Դա լավ է թե վատ է, Արսեն ջան։ Ում համար։ Մեր Վրացիքի համար լավ է։ Չէ, մեր համար։ Օրինակ շատ կարծիքներ կան, հեսա պարսիկները կգան, հեսա այլազգիները կգան, ադրբեջանցիները կգան, ինչ որ գույքեր կառնեն, դա լավ է թե վատ է։ Դե տես լավը վատը շատ սուբյեկտիվ գնահատական կլինի, եթե մենակ ասես լավա կամ վատը։ Առասարակ ցանկացած թեմա պետք է նայել շարժման ժամանակի եւ շարժման մեջ։ Չի կարա ոչ մի բան նույնը մնա, ու այն երկրները կյանքը շարժը։ Եթե սկսենք մարդուց ու հետո գանք ընտանիք, երկիր, հա, այս ցանկացած մեկս եթե այդ շարժման մեջ տեսնենք էֆեկտիվ կողմերը մեր համար ու չկարողանանք դրանից օգուտ քաղել, ուղղակի ոչ մի բան չի լինի։ Հիմա նույնը երկրի մակարդակով է։ Ցանկացած բան շարժման ու ժամանակի մեջ պիտի տեսնենք եւ դրանից փորձենք մաքսիմում օգուտներ քաղենք, հա, էվոլյուցիան որպես այդպեսին չես կանգնեցնի, ինչ որ ձևով դա լինում է։ Ոչ մի բան միանշանակ չի։ Հիմա եթե մենք վտանգ ենք տեսնում այս փուլում ադրբեջանցիները որ կգան, կարելի է ադրբեջանցիներին տուն չծախել։ Այսինքն ռեակցիան տես տալ, բայց դա չի նշանակում, որ նույն արաբներին դու պիտի տուն չծախես։ Դե դա լավ է։ Դե այդ process-ը չես կարող վերահսկես, որովհետև կառուցապատող ունի խնդիր վաճառելու։ Չէ, կարաս օրենսդրությամբ ասես, որ այս երկրի քաղաքացուն չես կարա ծախես տուն։ Իհարկե, ինչ խնդիր։ Դա քաղաքականություն ենք մենք։ Իսկ օրենսդրությամբ կարա սահմանափակես արտասահմանյան կառուցապատողի կառուցապատողի մուտքը։ Չէ, կառուցապատող, ով որ արտասահմանցի է եւ Հայաստանում ունի գույք նախագիծ եւ սկսում է վաճառք իրականացնել։ Այս արտասահմանյան կառուցապատող, որ ասում ենք, մենք պետք է հասկանանք, որ այդ արտասահմանյան կառուցապատողը գալիս է ֆիլիալ է բացում Հայաստանում, Հայաստանի օրենսդրությամբ իրավաբանական անձ է դառնում եւ որոշակի կապիտալ է բերում։ Այդտեղ արդեն ինքը օրենքների հետ գործ ունի։ Եթե այդ կապիտալը այն կապիտալն է, որը կարա մեր երկրում իրացվի, ուրեմն կարա իրացնի։ Եթե չէ։ Ամեն ինչ պարզ ու միանշանակ չի։ Հիմա եթե վերցնենք Ռուսաստանի թեման, բոլորից պարզ է, որ այնտեղից որոշակի կապիտալի արտահոսք կա այստեղ կամ լիք գումարներ կան, որոնց ծագումը գոնե մեր համար մի քիչ պարզ չի եւ մեր բանկերը դրան ռեակցիա են տալիս որոշակի սահմանափակումներով, հավելյալ ճշտումներով եւ այլն, որ այդ գումարները չգան ստեղ ուղղակի լցվեն տնտեսություն։ Չնայած որ ձեռք կտա մեզ, եթե առաջի այսքից նայես, հա։ Այօրինակ այդ հարցի շուրջ նախորդ ոդկասթի ժամանակ խոսեցինք նաեւ Էլիզայի հետ Մխիթարյան, որը ներկայացնում է Դուբայի անշարժույթի ընկերություն, այնտեղ մեջբերեց Էլիզան, որ չկա նման սահմանափակումներ, cash-ով գնումներ են կատարում, կրիպտոարժույթով գնումներ են կատարում, արդյոք այդ տենդենսը նաև նկատելի չի Հայաստանում, որ փոփոխություն կիրառվի այս մասով։ Մենք խոսանք օրենսդրական բազայի մասին, ոչ թե այն ինչ որ կարա լինի ու հետո օրենքով պատժվի դրանից, հա, այսինքն ստվերում ինչ ասես կարա լինի, բայց դրան ինչ ռեակցիա տալիս պետությունը, դա շատ տարբեր է։ Ցանկացած երկրի օրենսդրություն ու թույլտվությունների սահմանները, հա, այդ գործողությունների
կառուցված են այդ երկրի խնդիրների ու առաջադրանքների հիման վրա։ Համամիտ ես, չէ՞։ Իհարկե։ Դուբայը չունի այն խնդիրները ու առաջադրանքները, ինչ որ մենք էլ չունենք այն խնդիրներն ու առաջադրանքները, ինչ որ Դուբայը, այսինքն իմ կյանքի ընթացքում ինձ շատ օգնում է այս նախադասությունը, նման բաները նույնը չեն։ Եթե այնտեղ էլ անշարժույթի շուկա ստեղել, դա չի նշանակում, որ լրիվ նույն բաներն են, դա անշարժույթի շուկա է, բայց լրիվ տարբեր պարունակությամբ։ Դրա համար եթե ի սկզբանե գանք քո տված հարցին, դա լավա թե վատա, եթե մենք կարողանանք բոլոր process-ներին նայենք շարժման մեջ, ընկալենք, որ դա անխուսափելի է այդ շարժումը ու նայենք լավ կողմից, էֆեկտիվ կողմից, հա, մաքսիմալացնենք այդ օգուտը էֆեկտիվությունից, ինձ թվում է դա կարելի է լավ դիտարկել։ Համենայն դեպս ես բոլոր process-ներից միայն այդ տեսանկյունից եմ նայում ու փորձում եմ բոլոր process-ների մեջ տեսնեմ լավը, օգտակարը ու դրանք վերստեմ։ Շատ լավ, եկեք շարունակենք այն հարցի շուրջ քննարկումը, որ պետք է մեջբերեինք միջազգայնացման փուլի վառ օրինակներ, նախադեպեր, кейսեր։ Հա, մենք էլի հետ եք ահագին կարևոր բաներից ենք խոսում, բայց այդ հարցին չենք անդրադառնում։ Տեսեք, վերցնենք Skyline նախագիծը։ Որպես այդպեսին լավ նախագիծ է, թե չէ։ Կարծում եմ լավ է, նաև ինչ որ չափով հեղափոխական է, որտեվ այս տարածաշրջանում սեյսմականության խնդիր կա եւ փաստորեն որոշել են skyscraper պատրաստել։ Այո, վերցնենք Դալան տեխնոպարկ նախագիծը, որտեղ մենք էլ կարևոր դերակատարություն Դալանը ինչքան գիտեմ ամենամեծ քառակուսի մետր պարունակող կառուցապատման օբյեկտն է ու նաև ամենաշատ բազմազան էկոկառուցվածքեր ու ենթակառուցվածքեր ունեցող նախագիծն է։ Այո, եթե վերցնենք այդ երկու նախագծի օրինակով, մեկը ավելի բնակելի սեկտոր, մեկը կոմերցիոն սեկտոր։ Իրանք հետաքրքիր են միջազգային գնորդին, որտեղ պարզ է իրանց մոդելը։ Ում համար է դա սարքված, ինչ մեթոդով դու այդտեղ ինվեստիցիա անես եւ հետ գնումը ինչ ձև պետք է լինի։ Այսինքն product կա այդտեղ, որտեղ կապ չունի դու միջազգային էլի նույն Տաջիկի օրինակը բերենք, որ գունավոր լինի, դու Տաջիկստանից ես թե Հայաստանից։ Ինվեստ անող հաճախորդը նույն լոգիկայով է մտածում, նույն թվերով է մտածում։ Բնականաբար նաև այլ ռիսկեր է հաշվի առնում, քաղաքական ռիսկ եւ այլն։ Այս տեսանկյունից, երբ որ դու արդեն թիրախավորում ես ինվեստորի միտքը, ոնց է ինքը մտածում, դու ստեղծում ես դրա համար համապատասխան ընկալելի ապրանք։ Այստեղ եղավ ճարտարապետական նախադեպ, ինձ թվում է, դու ինձ կարող ես լրացնել նույն Skyline-ի կամ Դալանի պարագայում։ Ճարտարապետությունը դա միայն արտացոլում է այն միտքը, որը եղել է ի սկզբանե։ Իսկ եթե էվոլյուցիան նայենք, էլի սիրում եմ ասել, որ սկզբից մենք սարքում ենք ծխախոտի տուփեր, էլի գունավոր ասենք, այսինքն չկար այդ միտքը, չկար այդ պահանջարկը, որպեսի միտք ձևավորվի, մարդիկ գնում էին այնտեղ, որտեղ սարքվում է, գնում էին այն ինչ որ սարքվում է, իսկ կառուցապատողներ, քանի որ ահռելի պահանջարկ կար, ասենք 18-19-20 թվականներին, սարքում էր ամենապարզ հեշտ ճարտարապետության կոնստրուկցիայով շենքերը, այնտեղ որտեղ հող ունի։ Այլ չէր խորանում ճարտարապետական լուծման վրա, դիզայնի վրա, Հիմա ի՞նչն է միջազգայնացման վրա։ Որ product պետք է սարքես, դու չես կարող ուղղակի որտեղ հող ունես, ինչ մտքով տանցնում ես, սարքես, դու պետք է տեսնես դա ում համար է սարքվում, ով է թիրախային խումբը, ոնց ես դա վաճառելու, ինչ ճարտարապետություն դա պետք է ունենա, որ ընկալելի լինի քո թիրախավորված հաճախորդի համար եւ այլն։ Հիմա Դալանն էլ, Skyline-ն էլ այդ մոդելի վրա են, այսինքն իրանք ինչի առաջադրանքը տես տրվել կառուցապատողների կողմից, հեղինակների կողմից, որպեսզի այդ մոդելով սարքվի, որպեսզի դա էլ ընկալելի լինի, այսինքն դու համար արտաքին տեսք, ստանդարտներ, գնման պայմաններ, հետգնման երաշխիքներ կամ պայմաններ, ամեն ինչ պետք է ընկալելի լինի։ Այսինքն ինքը պետք է համեմատելի լինի նույն Դուբայի քեյսի հետ, հա, դու պետք է հասկանաս Հայաստանում գնես թե Դուբայ։ Այդ դեպքում միջազգայնացվում է։ Այդ կոմպոնենտները կան եւ Հայաստանում եւ Դուբայում, ուղղակի համեմատում ես, գնում ես։ Եթե սրանք չկան, բացակայում ես համեմատական է, դու ուղղակի ինվեստորը չի համեմատում։ Բնականաբար մենք ահռելի ճանապարհ ենք անցնել այդ թեմայով, որպեսզի առհասարակ նախ Հայաստանը ընկալելի լինի, որպես երկիր, որտեղ կարելի է ինվեստիցիաներ անել։ Երկրորդ անշարժույթի շուկան Հայաստանի որպես հետաքրքիր շուկա, մրցակցային շուկա այլ երկրների համեմատ։ Եվ երրորդը մեր նախագծերը արդեն։ 3 աստիճան պիտի 3 աստիճանի լուրջ մարքեթինգ արվի, այստեղ եւ մասնավորը եւ պետությունը ահռելի աշխատանք ունեն անել։ Նույն Վրաստանի քեյսը, Բաթումի քեյսը դրա վառ օրինակն են, որ կառուցապատողները, պետությունը լուրջ աշխատանք անում այդ մասով,
պետության ամենակարևոր դերակատարությունը մի օրենսդրություն ստեղծելն է։ Արսեն ջան, իսկ Հայաստանում պետությունը ինչ փուլում է, քանի որ միջազգայնացման մեջ մեծ դեր ունի պետության նաև մարքեթինգը, հա, ասեցիր միջազգայնացման մի քանի օրինակներ, պետության օրինակը ինչումն է, ինչ փուլում է, էլի էս բանը։ Տես, ավելի իմ համար չէ, գլոբալ երևի, ավելի կարևոր է պետությունը չանի միայն գործառույթ մարքեթինգի տեսանկյունից, այլ միջավայր ստեղծի օրենսդրության իմաստով։ Եթե Վրաստանի քեսը վերցնենք, իրանց մոտ շուկան շատ ակտիվացավ նրանից հետո, երբ որ իրանք օրենք ընդունեցին, որ երբ որ դու ինվեստիցիա ես անում անշարժ գույքի շուկայում, դու ստանում ես որոշակի բենեֆիտներ, ռեզիդենտության քարտ, հարկային ռեզիդենտություն եւ տարբեր այլ բենեֆիտներ, հա, փաթեթային, կախված երկիրը ինչ կարող առաջարկի։ Մեզ մոտ ինչ զուգահեռականներ կան։ Մեր մոտ հիմա օրենսդրությունը քննարկվում է դրա մասով, այս տարի չեն հասցնի ընդունեն, ինչքան հասկանում եմ, բայց ակտիվ քննարկվում է այդ օրենսդրությունը եւ կառուցապատողների ասոցիացիան դրանով զբաղված եւ մենք ենք շատ շահագրգռված եւ մեր ասոցիացիան նկատի ունեմ մենք ասելով շահագրգռված եւ ամեն կերպով փորձում ենք դա լուսաբանել, օգնել, որպեսզի արագ գնա առաջ։ Այդ օրենքի նախատիպով, հա, Վրաստանի, որը միջազգային նախատիպ է, ինքը Վրաստանը չի հորինել, տարբեր եվրոպական երկրներից սկսած ունեն այդ օրենսդրությունը, որպեսզի ավելի գրավիչ սարքեն ինվեստիցիաների համար իրենց երկիրը։ Մեր մոտ էլ հաշվի առնելով մեր քաղաքական ռիսկերը եւ այլն, ընդհանուր շուկայի վիճակը, վստահ եմ կլինի մի օրենք, որը հնարավորություն կտա միջազգային գնորդին ստեղ կեցության քարտ ստանալ, բենեֆիտներ ստանալ եւ այլն, առաջարկելու ավելի դետալային ռեզիդենտ հաստատ քարտը դա բավարար արդեն նախապայման է, որպեսզի լիքը մարդ ուզենա այդ ներդրումը անի, հա, եթե $150,000 թիվն է քննարկվում, այսինքն $150,000-ից վերև անշարժ գույքի մեջ ներդրում անելու համար, անշարժ գույքի շուկայում ներդրում անելուց հետո դու ստանում ես ռեզիդենտ քարտ, որոշակի պայմանների համապատասխանությամբ պարագային բնականաբար։ Այդ ռեզիդենտ քարտը ինչ հնարավորություններ է տալիս մեր երկրի համար աշխատելու, իսկ գնաց ներդրողի համար միայն թե իր ընտանիքի նաև։ Այդ դետալները չգիտեմ, չեմ կարող ասեմ, եթե բացեմ հիմա այն քննարկվող նախագծում որ կա, դրանք ամբողջական չեն ու անիմաստ է հիմա ուղղակի տրանսլյացիա լինել, հետո փոփոխության բան կգնա, փոփոխություններ կլինեն։ Ես ոնց եմ տեսնում, որ այդ օրենքը պետք է լինի հիմնված, այդ բենեֆիտները պետք է հիմնված լինեն մեր երկրի առավելությունների վրա մրցակցային։ Օրինակ, եթե Վրաստանը ծով ունի, Վրաստանը ծովն է, հա, դիրքավորում, Բաթումն է դիրքավորում, որպես այդպեսին, ասում եկեք ծովափնյա քաղաքում դուք ներդրում արեք, պայմանական ինչն է մեզ խանգարում Հնդկաստանի թիրախավորել Հնդկաստանին, ասել որ ամենամեծ հոսք ունեք մեր մոտ ուսանողական եւ այն մարդը որ կգա ստեղ կընդունվի բու ինքը ներդրման դիմաց երբ որ ներդրում վարձով ապրելու փոխարեն թե ներդրում անի տուն առնի պայմանական կստանա ռեզիդենտ քարտ կարա զուգահեռ աշխատի եւ այլն պլյուս կազատվի 5 տարով գույքահարկից օրինակ սա չեղածից անվերջ լավ է ուսանողները փաստորեն այ ուսանողների ծնողները որոնք ուսանողներին կարող են ուղարկեն այստեղ սովորելու բնականաբար սեգմենտ են մենք այդ առաջարկը չունենք որ անենք երբ որ այդ առաջարկը լինի իմ կարծիքով բավականին հետաքրքրված բավական հնդիկներ կգան այստեղ հնդիկները կան ավելի շատ են ավելի դե եթե դու ուզում ես օրենքը բայց Չանենք Չէ, ես համաձայն չեմ, եթե մենք ուզում ենք մեր տնտեսությունը զարգանա, մենք չենք կարող փակ տնտեսություն։ Բայց եկեք բալանսավորենք, էլի, ամեն դեպքում։ Ես հակառակ կողմ եմ, եկեք բալանսավորենք, նշանակում է դուք պետք է աշխատեք, որ բալանսավորված լինի։ Ինձ թվում է պետությունը այդ բալանսավորման դերը բավականին լավ զգում է ու անում։ Ռասիստական չի, բայց նույն մեր հարևան Դուբայում, որ գնում ենք, այնտեղ տեսնելով շատ Պակիստանից եկած մարդկանց, հնդիկների շատ, թայլանդացիների այդ մի քիչ իրենց ազգի այդ մի փոքր փնթիությունը ավելի վանում է տուրիստներին։ Ամեն դեպքում ցանկալի չի որ այլ ազգը գերակշռի Հայաստան։ Մենք այդ մասով ենք շատ սուբյեկտիվ նայում թեմային։ Երկիրը ոնց ընդունում է մարդուն, մարդը չի գալիս ոնց իր երկրում էր պահում, նույն իրան վարկագծային, նույն ձև։ Հա, պետք է բերես կոդաշ։ Երբ որ քո երկրում քո հողի վրա մարդը իր կեցվածքով ու պահվածքով չի անպատասխանում, դի գործեն ստեղի էթիկական նորմերը, օրենսդրությունը։ Միայն այսպես դու կարաս
այդ process-ից էֆեկտիվություն ստանաս։ Եթե ասես չէ, թող չգան, չստանա։ Ու անկախ դրանից էլ այդ մարդիկ գալիս են արդեն։ Մենք կամաց, եթե նայենք 5 տարի առաջ ու հիմա, մեր մոտ, չգիտեմ, առաքման սեգմենտը լրիվ այլազգին է։ Եթե վերցնենք շինարարության մեջ ինչի մեջ բուն թեման, ինչքան են ներգրաված տարբեր երկրներից այլ ազգի մարդիկ, կհասկանանք, որ մենք ուղղակի դրա մեջ չենք տեսնում, բայց եթե դու 5 տարի առաջ գնայր երկրից հիմա հետ գայր, քո մոտ կարդինալ փոփոխություն կներ այդ մասով։ Համաձայն եմ։ Սպասարկման ոլորտում, քանի օրինակ էս որտեղ որ մենք նստած ենք lounge ունի արտասահմանյան աշխատակից, որը, չգիտեմ, կամ մատուցողա կամ գոնե մակրուհի է։ Հիմնականում հա ցածր կարգի աշխատանքները արտասահմանցիները։ Տենց էլ սկսում է հենց միգրացիան, իրանք գալիս են, հետո որ կայունանում է, իրանք level up են լինում։ Ես այնպես չլինի, հենց չի որ ես, չգիտեմ, ծայրահեղ գլոբալիստ եմ կամ հակառակը, այդ process-ը, որը տեղի է ունենում։ Ես բիզնեսմեն եմ, որը տեսնում է այդ process-ները։ Միևնույն է տեղի ունենում, այո, բայց ճիշտ ընտրություն պետք է կատարի նույն պետությունը սեգմենտավորման հարցում, օրինակ հենց ուսանողներին թիրախավորելով այդ օրինակն է։ Ես դա որպես համալսարանի առավելություն եմ տեսնում, որ կարելի անել։ Բայց այդ ընտրությունը կատարելով նաև պետք է ճիշտ բալանսավորել այդ ընտրությունը, որպեսզի գերակշռությունները չլինեն հենց այլազգիներ էլի այդ մասով։ Ինձ թվում է ճիշտ կլինի մի հատ պետության ներկայացուցիչ լինի իմ տեղը նստած, որ այդ հարցերին կպատասխանի, որտեղ դա էլ է կարևոր ինֆորմացիա, որտեղ քո մոտ հիմնականում բիզնեսմեններն են լինում, ովքեր ուղղակի ստեղծված իրավիճակից պետք է օգուտ ստանան։ Այդ է իրենց գործառույթը։ Ես տեսնում եմ, որ այդ process-ը կա ու մտածում եմ, թե ոնց դրանից օգուտ ստանամ։ Բնականաբար ունենալով իմ էթիկական ընկալումները, հա, երկրի նկատմամբ իմ պատասխանատվության եւ այլն։ Մենք կարող ենք եւս մեկ podcast կազմակերպել, հրավիրելով պետության կողմից ներկայացուցչի, ով կպատասխանի տվյալ հարցերին, ինչպես նաև քաղաքապետարան կարող ենք հարցում ուղարկել, որպեսզի նույն շինթույլտվությունների հետ կապված մեր հարցերին կարողանան պատասխանել։ Շատ լավ կլինի։ Դիտորդին հուզող հարցերին։ Այլ ինչ ձևաչափեր, այլ ինչ չափանիշներ կան միջազգայնացման։ Միջազգայնացում այդ level up ասածը, հա, արդեն մենք փաստով եթե նայենք ունենք, դե յուրե կունենանք, երբ որ մեր հաճախորդների սեգմենտի մեջ սկսի փոփոխությունները, այսինքն մեր գնորդների մեջ 10% դառնա եկող տարի այլազգիների քանակը կամ առհասարակ անշարժույթի շուկա եկած գումարի ինչ որ մասը լինի արտասահմանյան գումար, ոչ թե տեղական շուկայում մեփող նույն գումարը լինի։ Դա մեր տնտեսության համար ահռելի մեծ նշանակություն ունեցող քայլ կլինի։ Եկեք ամփոփենք, որ դու կարողանաս լրացումներ անես, էլի, այսինքն առաջինը դա ճարտարապետական լուծումներն էր, որ պետք է նաև արդեն համատվել։ Չէ, ճարտարապետական լուծումները դա արդյունքն է մտքի։ Ցանկացած բան դա մտքի արդյունքն է։ Առաջինը փորձառությունն է, այն բոլոր մարդկանց, ովքեր աշխատում են այդ ոլորտում։ Բոլոր բաղկացուցիչ ենթավոլորտներով, այսպես ասած, ենթաճյուղերով։ Ինչը մենք իմ կարծիքով ունենք բավարար։ Երկրորդը օրենսդրությունն է, որպեսզի դու կարողանաս որպեսզի հարմար տրանսլյացիաներից էֆեկտիվ լինի տրանսլյացիան։ Երրորդը ուղղակի գործելն է, եթե այդպես նայենք, այսինքն մարքեթինգ անել, կառուցապատման եւ նաեւ պետության դերը, հա։ Եվ պետություն օրենսդրություն պետք է ստեղծի առաջի կետով, լավ միջավայր ստեղծի մրցակցային։ Օրենսդրությունը բայց կարելի է առանձնացնել, իսկ պետության մարքեթինգը եւս մեկ։ Դա արդեն երրորդ լեվելն է, որ եւ մասնավորը եւ պետությունը պետք է լինի։ Իմ հիմնական այսպես արգումենտները կամ կռիվները, եթե գործնական իմաստով լինում են գործընկերների հետ, ոչ թե պետության հետ, այլ հենց ոլորտի գործընկերների հետ, ես ասում եմ, լավ ընկերներ, պետությունը որ անի, դա մեզ թույլ է տալու վերցնենք տարողունակությունը բացվի 100 միավորի, բայց մենք այս պահին ունենք 10 միավորի, որ օրգանական տարողունակություն։ Մենք դա էլ չենք օգտագործում, այսինքն մենք չենք հասել 10 միավորի տարողունակությանը կամ էֆեկտիվությանը, բայց մենք պետությանը այս փուլից մեղադրում ենք, թե խի 100 միավորի բան չունենք, տարողունակություն չունենք, այսինքն եթե մենք այս մեթոդով ենք նայում հարցին, դեռ կապ չունի 100-ա թե 1000-ա։ Մենք չենք օգտվելու դրանից, որովհետև չենք անում գործողություն դրան ուղղված։ Օրինակ ռուսերեն լեզվով տրանսլյացիա քանի ընկերություն է անում առհասարակ, կամ անգլերեն տրանսլյացիա, կամ չինարեն կամ արաբերեն։ Դրանց օրինակները, եթե 2024 թվականին նայես, 0 են մեր համացանցում։ 25 թվականին երկու էքսպո եղավ Մոսկվայում, քանի որ այդ եկամտային հարկի
trend-ը այսպես ասած անցավ, բոլորը մի պահ փորձեցին այլ շուկաներ փնտրել ու դա նորմալ է, ու Մոսկվայում մենք բոլորս հասկացանք, որ պետք է արդեն տրանսլյացիա լինել նաև ռուսերեն տարբերակով, թիրախավորել նաև Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, ինչու ոչ նաև ռուսներին եւ այլն, ու հիմիկվան մի 3-4 ամսվա պատմությունով որ նայես համացանցի եւ այլն, դու նոր կտեսնես, որ մենք սկսել ենք միջազգային գնորդի տեսանկյունից ընկալելի տեքստեր ասել, մեկնաբանություններ անել, լեզուն ենք փոխել եւ այլն։ Նույն Վրաստանում դա ահռելի քանակի կա։ Վրաստանում թուրք կառուցապատողները ռուսերեն լեզվով Ռուսաստանում մարքեթինգ են անում, Վրաստանի անշարժ գույք են ծախում։ Այդ պետք է կարողանաս անես։ Դա բիզնեսի խնդիրն է, որ շատ կարևոր է, որ ինքը անընդհատ աշխատի ու տրանսլյացիայի խողովակները շատացնի։ Բնականաբար պետությունը անմասն պիտի չմնա ու իմիջի վրա պետք է աշխատի, բայց պետության իմիջի ամենակարևոր կետերը ըստ իս դա օրենսդրությունն է եւ խաղաղ միջավայրի ապահովումն։ Եթե նայենք միջազգային մարքեթինգի տեսանկյունից, հա, անվտանգային տեսանկյունից, չգիտեմ, մեր մայրաքաղաքը 10 լավագույն մայրաքաղաքների մեջ է մտնում, ինչ որ հեղինակավոր վարկանիշներով։ Մեր մայրաքաղաքը վերջերս էլի աշխովս ընկավ 10 լավագույն գիշերային քաղաքներից մեկն է ճանաչվել էլ ինչ որ հեղինակային վարկանիշով։ Դրանք հենց այն ուղղություններն են, որտեղ մենք պետք է երևանք որպես պետություն։ Համաձայն եմ։ Այո, բայց պետությունը նաև տրանսլյացիա պետք է անի իր ցուցանիշները, օրինակ կադաստրի կոմիտեի հետ գործընկերների հետ մեր թեմաներից մեկը դա ճիշտ վիճակագրություն ցույց տալն է, ինչը որ ուրախություն բոլորի սկսել է կադաստրը արդեն ցույց տալ։ Գնման իրավունքների վիճակագրությունը առաջնային շուկայի մի պահ կար, որ մենք չունեինք։ Մենք երկրորդային շուկայի գործարքներով ինչ որ աղճատված վիճակագրություն ենք ցույց տալիս, իսկ միջազգային գնորդը երբ որ հարցնում է քո երկրում ոնց անշարժույթի վաճառքի տեմպերը, ստատիստիկան։ եթե դու չունես առաջնային շուկան, որը 70%-ն է վերջի տարիներին եղել, եթե դու չունես առաջնային շուկայի ցուցանիշները, դու չես կարող ուղղակի ցույց տաս գին, տենդենց եւ այլն։ Իսկ հիմա արդեն հանրայնացնում։ Հիմա ոչ այն ծավալով, որը որ պետք է, բայց արդեն կադաստրի կոմիտեն դա այդ ուղղությամբ վիճակագրության ընդհանուր իր վերլուծության դոկումենտում դրան անդրադառնում է, ինչը շատ լավ է։ Մենք օրինակ վերցնում ենք այդ վիճակագրությունը եւ մեր վերլուծությունն ենք անում դրա հիման վրա։ Դա էլ մասնավորի ռեակցիան պետք է լինի, այսինքն տենդենսը պետք է մասնավորը տա, ոչ թե կադաստրը, ըստ իս կադաստրը ուղղակի վիճակագրությունը պետք է տա։ Այն վերլուծությունը, որը տալիս է կադաստրը, վերլուծությունը կադաստրի մեթոդաբանությամբ է, ու միգուցե իրանց մեթոդաբանությամբ դա ճիշտ է։ Բայց երբ որ մասնավորն է այդ վիճակագրությունը վերլուծություն անում ու իր կանխատեսումն է տալիս, դա արդեն շուկայի զարգերակը զգացող մասնավոր ընկերության, չասեմ ավելի կոմպետենտ կարծիք է, բայց ավելի ճիշտ մեթոդաբանության վրա հենված կարծիք է։ Իսկ օրինակ հենց այդ վիճակագրություն եւ վերլուծություն ասելիս արդյոք օգտագործվում են արհեստական բանականության գործիքները, քանի որ եթե խոսում ենք ավելի ճիշտ մեթոդաբանությունից, այդ վերլուծությունը կամ վիճակագրությունը անելուց, այսինքն անկողմնակալ վերլուծություն անելու համար, նաև պետք է լինի ոչ շահագրգիռ ինչ որ կառույց օգտագործել, ինչը կարող լինի հենց արհեստական բանականությունը։ Բանականությունը ըստ իս բավական նման մտքեր է արտահայտում իր օգտագործողը, այսինքն բոլորիս արհեստական բանականություն ասիստենտ այսպես ասած, հիմնականում լրացնում է այն տրամաբանությունը, որով մենք սովորեցնում ենք իրան աշխատել։ Արհեստական բանականությունը ուղղակի գործիք է, որը չի կարող օբյեկտիվ լինի։ Եկեք խոսենք հենց օբյեկտիվ ասածը միայն Արեն ջան իմ համար փաստն է։ Վերլուծությունը դա չի կարող օբյեկտիվ լինի, դա սուբյեկտիվ։ Վերլուծությունը սուբյեկտիվ գործոնների վրա հենված կարծիք է, որը կարող վստահելի լինի կամ վստահելի չլինի, ելնելով այդ մարդու կամ ընկերության համբավից, անցած ճանապարհից եւ ստեղծած պատմությունից։ Արհեստական բանականությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում է հիմա ու արագացնում է process-ները ուղղակի ու եթե մեզնից այդ վերլուծությունը անելը օրինակ խլեր մի շաբաթ, հիմա մի օրում կամ ավելի քիչ ժամկետում տվյալների վերլուծության արագացման շնորհիվ ավելի արագ է ստացվում։ Բայց դա եմ ասում, Արսեն ջան, օրինակ անշարժ գույքի ընկերություններում, գործակալություններում արդյոք կիրառվում է թե միջազգային շուկայում, թե Հայաստանում շատ են կիրառում։ Ես անձամբ շատ եմ կիրառում։ Դետալային թե ինչպես է կիրառվում, օրինակ այդ վերլուծությունը անելու համար, թե մոտ ապագայում ենթադրենք արհեստական բանականությունը կարող է ասել այս տարածաշրջանում գինը թանկանալու է եւ լավ
վերլուծություն տալ նաև ներդրողին կամ գնորդին, որ այստեղ ներդրում արա, որտեվ արհեստական բանականության այս համակարգը, այս վերլուծությունն է առաջարկել։ Օգտագործվում է այն Հայաստանում ձեր Ես կարող եմ ընկերությունում։ ասեմ, ես ոնց եմ օգտագործում արհեստական բանականությունը։ Արհեստական բանականությունը ինձ շատ է օգնում տվյալների data անալիզիկայի հարցում, այսինքն data անալիզիկայի process-ների արագության հարցում ուղղակի, որովհետև դրանք ինձ թվում է աշխարհը հիմա հիմնված է data անալիզիկայի վրա, ոչ data ունի ու կարող է դա լավ անալիզ անի, նաև կարող է բավական ճիշտ կանխատեսում անի։ Չնայած որ փոփոխվող աշխարհ է ու շատ արագ են Եկեք վերլուծենք, դուք ինչ եք օգտագործում։ Մենք օրինակ, եթե կա մի տարվա վերլուծություն ամեն ամսվա, պարզ բան ասեմ, եթե կա ամեն ամսվա վաճառքի թիվը, օրինակ ծախվել է ամեն ամիս X քանակի ինչ որ գույքեր, եւ դրա մեջ մի հատ էլ ենթա ինչ որ կետ կա, որտեղ որ գրված է, որ չգիտեմ, այս ամիս վաճառվել է 3 սենյականոց այսքան, 2 սենյականոց այսքան եւ այսքան ու դրան հետ զուգահեռ գրված է, որ այդ ամսվա միջին քառակուսու վաճառքը այսքան է եղել, այսքանը Կամ գնորդները արտասահմանից են կամ Հայաստանից հա, էդ էլ։ Հիմա ինչ կարանք օրինակ հարցում անենք, արագ վերլուծության համար այդ դատան, երբ որ տալիս ես արհեստական բանականության ու հարցս տալիս ուղղակի մի հատ ինձ ասա տենդենս ուրա գնում այս դատայի հիման վրա մեր մոտ վաճառվող բնակարանների մակերեսները ավելանում են թե պակասում են, շատ արագ է, մի րոպեում քեզ տալիս է ցուցանիշի։ կոնկրետ այդ գործիքը օգտագործում եք դուք։ Ոչ միայն ինչ հնարավոր է, ինչ մտքից փչում է, այսպես ասած, իմ համար այդ արհեստական բանականությունը դե վերլուծություն անելը մեկ, որպես կոնսուլտանտ, այսպես ասած, օգտագործելը ու մտքերս կերիցիկա անող Իսկ աշխատակիցները օգտագործում են։ Աշխատակիցներն էլ տրամաբանությամբ օգտագործում են։ Արհեստական բանականությունը օգնում է, որ դու ավելի պրոդուկտիվ լինես գործիքները ու բնականաբար բոլորս օգտագործում ենք։ Իսկ ապագայում ինչ լոկացիաներ կան, որ թանկանալու են, կոնկրետ նման հասկացություն, ուղղություն, տրամաբանություն կա, թե չէ։ Լոկացիան թանկանալու է, այստեղ այս տարածքում գինը բարձրանալու է։ Արհեստական բանականության կարծիքի վրա հենված չեմ կարող ասել, իմ կարծիքի վրա կարամ ասել։ Հա, ձեր որպես էքսպերտ։ Այդ միջավայրից բխող եւ շուկան, հա, զարգացման ուղղությունը եթե նայենք, մենք մի նախագծի մասն էլ կարող ենք խոսել, որը մեր նախագծերից է Boscoville Town-ի, որը Նորհաճնում է գտնվում։ Նորհաճն քաղաքը Հայաստանի ամենամեծ պոտենցիալով քաղաքներից է ըստիս, որտեղ մայրաքաղաքին համայրակապած է, եթե վերցնենք Նոր-Նորքի 5, 6, 7 այդ զանգվածները, Նորհաճն քաղաք այստեղից մեր նստած տեղից կենտրոնից ավելի հեշտ կհասնես, քան այդ Նորքի 5-րդ զանգված։ Վստահեցնում եմ ես փորձով մի քանի անգամ տեսանկարահանումով եւ այլն դա արել ենք։ Նորհաճն քաղաքը մաքուր օդ ունի, Երևան հետ համատած մի քանի անգամ ավելի շատ մաքուր օդ ունի, կանաչ ունի, ուղիղ հարթ մակերես ունի եւ մենք դրա վրա հենված որոշել ենք, որ Նորհաճնը իդեալական ուղղություն է, որպեսզի ճիշտ կոնցեպտ անես։ Ճիշտ կոնցեպտը մենք հենել ենք այդ հատկանիշների վրա, որ այդ քաղաքը ունի եւ այնտեղ սպորտային ու առողջ ապրելակերպի միտված մարդկանց համար ստեղծում ենք նախագիծ, որտեղ իրանք ֆունկցիոնալ կգտնեն այն ամեն ինչի, ինչ իրենց թույլ կտա կազմակերպել իրանց սպորտային ժամանցը, առողջ ապրելակերպի ժամանցը եւ այլն։ Բայց դրան զուգահեռ, քանի որ մենք խոսում ենք միջազգայնացումից, մենք ստեղծել ենք գրավիտացիայի կետեր։ Գրավիտացիայի առաջի կետը որպես այդպիսի միջազգային գնորդի ընկալման տեսանկյունից դա Յուվենտուս ակադեմիայի բազան է այդտեղ։ Հենց նույնտեղում։ Նույնտեղում, նույն հողի վրա։ Եվ մենք այդ նախագիծը դիրքավորում ենք այսպես. գնիր այստեղ մարզվիր Յուվենտուսում։ Քանի որ այդ տեղի գնորդները հավելյալ ու լավ պայմաններով այսպես բաժանորդագրություն ունենալով այդ ենթակառուցվածքին, որը այդտեղ ստեղծվում է։ Իսկ այդտեղ ստեղծվում է Յուվենտուսի ակադեմիայի բազան, դրան զուգահեռ թենիսի, փադելի դաշտեր, ջրային զոնաներ, գոլֆի դաշտ եւ այլն, այսինքն այն ամեն ինչի, ինչը թույլ կտա մարդկանց այդ առողջ ապրելակերպի ու ժամանցի մասով իրացնել իրենց ցանկությունները։ Ոնց է կոչվում նախագծի անունը։ Նախագիծը կոչվում է Boscoville Town, Bosco նշանակում է սաղարթախիտ, անտառ եւ այլն։ Դրան զուգահեռ մենք քաղաքի իմիջին ուղղված իմիջի բարձրացման ուղղված միջոցառումներ ենք ձեռնարկում, այնտեղ մտածում ենք, որ Հաճն քաղաքի իդեալական տեղ է հեծանվային սպորտի համար, որտեղ հարթ է, քիչ բնակեցված է, խիտ փողոցներ չկան, հով է բավականին, որ հեծանվային սպորտը այնտեղ հեծանվով մարզվես ու
տանելի լինի, այսպես ասած։ Սա աշխատանք է, որը վստահեցնում եմ իր արդյունքները տալու է։ Բարդ աշխատանք է, որտեվ ամբողջ քաղաքի իմիջ պիտի բարձրացնես, մարդկանց լրիվ այլ լոկացիայի վրա կենտրոնանալու եւ այդ լոկացիան վերլուծելու համար բավարար գործոններ տաս, հա, այսինքն ուշադրությունը գրավելու համար։ Ինչա այդ Յուվենտուսի ակադեմիան շատ կարևոր, որտեվ Յուվենտուսը ընկալելի է վրացու համար, տաջիկի համար եւ հայի համար։ Ինքը գիտի Յուվենտուսի բազան ինչա։ Այդ մոդելով բավականին շատ օրինակներ կան միջազգային շուկաներում, որ գրանտ ակումբների, հա, վերցնենք կամ ինչ-որ միջազգային բրենդի շուրջ Դա էլ կառուցում է են միջազգայնացման օրինակ։ Իհարկե, դա Չնշեցինք նախորդ հարցում, բայց սա էլ է։ այդ երկու օրինակը վերցնում, այդ սա շատ կարևոր օրինակ է։ Դրան զուգահեռ երկրորդ գրավիտացիայի կետը դա միջազգային դպրոցն է։ Ինձ ինչ է դուր գալիս քո աշխատելավոճում, որ դու ոչ միայն զբաղվում ես 4 վաճառքներով, կոնկրետ ունենալով այն ինչ ունես, ունենալով այսինքն կառուցապատողի տվածը, այլ նաև դու փաստորեն օգտագործում ես այն մարքեթինգային խթանիչ գործոնները, թե բնակավարին համապատասխան, թե պետության համապատասխան, որոնք խթանում են քո կառույցի վաճառքները։ Հենց այդ տեսանկյունից եմ ասում, որ մենք գործակալություն չենք, որովհետև մենք ենք ստեղծում այն գույքը, որը հետո վաճառելու ենք։ Մենք աշխատում ենք միայն էքսկլյուզիվ այն գույքերի հետ, այն նախագծերի հետ, որոնց ստեղծման մեջ մենք ներդրում ենք ունեցել։ Շատ քիչ կհանդիպեք նախագծեր մեր մոտ, որոնց որ մենք վերցրել ենք վաճառքի, ճարտարապետությունը ավարտվեց փուլում։ Այդ կոնստրուկցիայի ճարտարապետություն ու պրոդուկտի ստեղծման փուլից հետո, այսպես ասած։ Արսեն ջան, ես նաև գիտեմ, որ ձեր ընկերությունը միայն բացառապես էքսկլյուզիվ վաճառքներով է զբաղվում։ Ինչ խնդիրներ եք ունեցել, եթե իհարկե նախկինում աշխատել եք ոչ էքսկլյուզիվ տարբերակով, ինչ մարտահրավերներ են եղել մինչև էքսկլյուզիվության անցնելը։ Դες երկու շուկա կա, Արեն ջան, առաջնային շուկան եւ երկրորդային շուկան, անշաշկուքի։ Երկրորդային շուկայում դու գործ ունես մի ֆիզանձի հետ, որը տուն է ծախում կամ ուզում է գնի, հա։ Առաջնային շուկայում դու գործ ունես մի հսկայական պրոյեկտի հետ, որի հետ դու կապվում ես 3-4 տարի ու դրա հաջողությունից կախված է նաև քո ընկերության հաջողությունից, անհաջողությունից, քո ընկերության անհաջողությունը։ Մենք ի սկզբանե երբ որ ստեղծել ենք, աշխատել ենք երկրորդային շուկայում, երկրորդային շուկայի ընդունված կանոններով, որտեղ եւ էքսկլյուզիվ էինք աշխատում, եւ ոչ էքսկլյուզիվ էինք աշխատում եւ այլն։ Երբ որ մենք անցում կատարեցինք առաջնային շուկայի, իսկ դա 2016-17 թվականի սկիզբներն էր առաջին նախագիծը Գարունավան թաղամասներ Բագրևանդում, մենք բավական երկար մտածեցինք մոդելի շուրջ, եթե մենք մտնում ենք այս շուկա, մենք պետք է վստահ լինենք, որ այդ նախագիծը հաջողությամբ պետք է ավարտվի, իսկ հաջողությունը ավարտվել է ամենամեծ գործոնը դա կանխատեսելի ճիշտ վաճառքներ անելն է, ով ֆինանսական հոսք ապահովելն է նախագիծ, որ շինարարությունը գնա եւ ավարտվի։ Դրա մասով ենք մենք էքսկլյուզիվ վերցնում, որովհետեւ միայն մեզնից կախված լինի այդ նախագծի հաջողությունը այդ իմաստով, այսպես ասած, երբ որ վերցնենք Դուբայի մոդելը կամ այլ երկրների մոդելը, երբ որ գործակալություններն են աշխատում, հա, տիպային գործակալությունները եւ այդ տիպային գործակալությունները ուղղակի արենին վաճառում են ինչ-որ շենքից գույք, իրանք մեծ մասով պատասխանատվություն չեն կրում բարոյական իմաստով, որովհետև պայմանագրային իմաստով մեր մոտ բնականաբար կառուցապատողի հետ է պայմանագիրը կնքվում, բայց բարոյական իմաստով իրանց իմիջը կապված չի այդ շենքի հաջողության կամ անհաջողության հետ։ Իրանք արենին մի տուն ծախսին, կարող մոռանան այդ շենքի մասին։ Հետո արենը շփվում է կառուցապատողի հետ, որը կարող է արենին անհանգստություններ պատճառի կամ կարող է ավելի լավ սպասարկի, քան գործակալը կսպասարկեր։ Մենք մոդելը հաճախորդի սպասարկման, մեր հաճախորդի սպասարկման մոդելը ընտրել ենք ես, եթե դու մեզնից գնում ես, մենք միջև վերջ, միջև ավարտական ակտը քո կողքն ենք ու մենք ենք այդ սպասարկման process-ը կազմակերպում, որպեսզի ընթացքում կառուցապատողի կամ այլ գործընկերների հետ քո շփման կետերը վատը չդառնան ավելի, որպես այդպեսին trust կամպանիա ենք այսպես դարել գնորդների համար շուկայում ու շատ մարդիկ մտածում են, եթե դա մեզնով է, ուրեմն այդ ֆիլտրը կարևորագույն անցած է, այսինքն կառուցապատողի ֆինանսական հնարավորությունները եւ ընդհանուր նախագծի fail լինելու հավանականությունները 0-ին մոտ են։ Բնականաբար ոչ մեկ չի կարա երաշխավորի, որ այդ նախագիծը կավարտվի 100%-ով ի սկզբանե։ Դա սուտ է, որ դա ասի։ Դե ռիսկերը հա քչացնում է։ Այո, բայց մենք մաքսիմալ մեր ներկայությամբ փորձում ենք քչացնել այդ ռիսկերը։ Շատերը մտածում են դա ագահության արդյունք է, այսպես էքսկլյուզիվ վաճառենք թե չէ, դա մեր համար մեր բիզնես մոդելի
պահպանման ու մեր հաճախորդի ռիսկերը զսպելու ամենակայուն, ամենաստաբիլ ձևն է։ Բացի դա, երբ որ դու մարքեթինգ ես անում որևիցե կոնկրետ սուբյեկտ, այդ ռեսուրսը գնում է, կորչում է, երբ որ մեկ այլ ընկերություն վաճառում է քո ստեղծած մարքեթինգի շնորհիվ։ Դա այլ հարթությունների խնդիրներն են տեխնիկական, որոնք ոչ արդյունավետ են սարքում մեթոդը, հա, վաճառքի մեթոդը։ Ես դրա հետ համաձայն եմ, եթե այդ մեթոդով ես աշխատում, չկա ֆոկուս որպես այդպեսին այդ նախագծի վաճառքի վրա, դու միտված չես կոնկրետ թվեր ապահովել ամսական, ինչ կստացվի, որովհետև դու չունես պատասխանատվություն վաճառքի, որը որ բերում է շինարարության տեմպի։ Այստեղ ես մեր մոդելի մասով նաև պետք է ավելացնեմ, որ մենք շատ երկար ենք ընտրում, որ նախագծի հետ աշխատենք, եթե այդ գործընկերոջ հետ առաջի անգամ ենք աշխատում, մեր հիմնական նախագծերը 7-8 Կարելի ասել գնորդի աչքերով ընտրում եք։ Մեր հիմնական նախագծերը շատ են, հիմա երևի 30 նախագիծ կանգնենք, բայց հիմնականը 7-8 գործընկերոջ հետ են, ում հետ 3-րդ, 4-րդ, 5-րդ նախագծերն ենք անում, ու մեր համար ոնց որ այդ conveyor ասածը աշխատում է։ Երբ որ նոր գործընկերոջ հետ ենք սկսում աշխատել, շատ երկար ենք ընտրում ու այդ խմորումները շատ երկար են գնում, թե ում հետ սկսենք աշխատել, ում հետ ոչ։ Դա կապված է ոչ թե լավ մարդ լինել կամ չլինելու գործընկերոջ ֆակտոր հետ, այլ ուղղակի այդ 3 տարվա ճանապարհը, եթե նախագծի կյանքի տևողությամբ նայենք, մենք ինչքան անխոչնդոտ միասին կարող անցնենք, եթե ստեղծվեն տարբեր տեսակի ոչ ցանկալի իրավիճակներ։ Արսեն ջան, էքսկլյուզիվություն դա նշանակում է, որ դուք գնում եք կառուցապատողի գույքը, գնում եք կատարում, թե պարզապես միայն ձեզ է տրված վաճառքի հնարավորությունը, թե այդ երկու մոդելներն էլ հնարավոր են։ Չէ, երկրորդ մոդելն է, մենք ուղղակի կառուցապատողի վաճառքի բաժնի outsource-ա տեղի ունենում այդ փուլում, եթե այդպես ասենք, այսինքն կառուցապատողը ամբողջ վաճառքի գործառույթները պատվիրակում է մեզ։ Բայց կա նաև ձևաչափ, չէ, շուկայում, որ դու գնում ես այդ գույքը եւ նաև կարող ես գնել տարաժամկետման պայմանով կառուցապատողից լինելով գործակալություն, հա, որպեսզի վաճառես։ Եթե այդ մեթոդը կա, դա այն երաշխիքն է, որ գործակալությունները անում են, որ վստահ լինեն, որ իրանց վերցրած մի հարկից իրանք իրենց ակնկալված գումարը աշխատեն։ Տարաժամկետման պայմանով են գնում կառուցապատողից եւ սկսում վերավաճառել։ Կարող է միանգամից քեշ մի քիչ բացահայտ։ Պայմանական եթե $100,000 հա մետր քառակուսին շուկայում դրված, գործակալություն լինի թե ինվեստոր լինի, տարբեր բան չեն իրանք, տարբեր չեն այդքան։ Եթե դու ունես կանխիկ գումար $700 կարաս մետրի համար առաջարկես, որպեսզի գնես ինչ-որ մի հատ կոնկրետ հարկ, բայց ամբողջ գումարը վճարելով։ Ու կառուցապատողին այդ ֆինանսական մասը կարող է այդ բանը ավելի ձեռնտու լինի, քան երկարաժամկետում $1,000-ով վաճառելը։ Այս այն մոդելն է, որ փողերի տեղաբաշխման ինչ-որ կապված իրավիճակից։ Այո։ Կամ կառուցապատողից դու գնում ես մի հարկ պայմանով վճարման, որին զուգահեռ նաև վաճառում ես։ Այդտեղ իհարկե պետք է հաշվի առնել կառուցապատողի շահերը, կառուցապատողը պետք է հաշվի առնել մոդելը իրան ձեռքը տալիս, թե չէ ինչ գնով է վաճառում։ Առհասարակ եթե վերցնենք միջազգային փորձառությունը վաճառքի գների հետ կապված, ես ինչ եմ տեսնում դրսի շուկաներում, չկա մի ճկուն վաճառող կամ կառուցապատող, ով որ Արենի գրպանի 10%-ը կամ 5%-ը կամ 100%-ը չի փորձում հանի ու բերի իր կասա։ Ինչ է դա նշանակում, երբ որ Արենը հարցնում է գին անշարժ շուկայի որևէ կառուցապատողից, իրան ասում են դու ինչքան փող ունես։ Եթե դու ունես 10%-ը պայմանական միջև կառուցապատման ավարտ կարաս 10% վճարես, այդ մեկնարկային $1,000-ը $1,300 է դառնում քո համար։ Եթե դու ունես ամբողջ գումարը, որ հիմա տալիս ես, $700 է դառնում։ Երբ որ հայտարարվում է գին, շուկայում, երբ որ հայտարարվում է գին, առաջնային շուկայում, սա գնորդների համար էլ շատ կարևոր ինֆորմացիա, դա անխուսափելիորեն կապված է վճարման մեթոդի հետ։ Երբ որ դու ասում ես $1,000 արժի 1 քառակուսի մետրը, եթե կառուցապատողը չի էլ հայտարարում կամ բաց է թողում այդ մասը, միշտ վճարման մեթոդի հետ կապեք։ Բազային վճարման մեթոդներ կա, օրինակ 60%-ը մինչև շինարարության ավարտ 0% կանխավճարով, օրինակ այս մոդելով։ Երբ որ կառուցապատողը ասում է $1,000, պարտադիր նկատի ունի այս մոդելներից ինչ որ մեկը։ Դու կարաս իրան առաջարկ անես 60% չեմ տալիս, 30-ն եմ տալիս, բայց միանգամից եմ տալիս։ Կառուցապատողը իր քեշֆլոյում ուղղակի կալկուլյացիան պետք է անի, հաշվի ու ասի, օքեյ, դեպքում գինը 1000 չի, 1100 է։ Շատ լավ։ Գնորդը ինչպես տարբերակի անշարժ գույքի գործակալությանը, վատ անշարժ գույքի գործակալությունից կամ ընկերությունից։ Ինչ չափանիշներ կան,
էքսպերտներին տարբերակելու համար։ Լավ թեմա է, բայց միանգամից օրենքի տեսանկյունից ստեղծվող օրենսդրության համատեքստում հետ նայենք։ Դու նկատի ունես այս վերջերս կիրառվող ռիելտորական Դրա ընկերություններին անունը դնենք ռիելտորական վերահսկող, օրենք։ հա, Ռիելտորական օրենքը արդեն 2 տարի պլյուս մինուս մի քիչ ավել շրջանառվում է կադաստրի կոմիտեն այդ օրենքը առաջ անգամ շրջանառեց երևի 2.5 տարի առաջ մենք դրա մասին իմացանք։ Շնորհակալություն կադաստրի կոմիտեին, որտեղ դրա հիման վրա ստեղծվեց մեր ասոցիացիան։ իսկ կարծիքներ կային, որ այդ ռիելտորական օրենքի նախաձեռնությունը հենց ձեր ասոցիացիայի նախաձեռնությունն Չէ, է։ մենք դրա ասոցիացիայի նախաձեռնությունը չի, որտեղ դրանից շրջանառողից հետո է ստեղծվել։ Հարմար դրդապատճառ էր, որպեսզի մենք հավաքվենք շուկայում գործող գործակալություններով եւ գործակալության նման ընկերություններով, այսպես ասած, որին հետաքրքիր է այդ շուկան, եւ դա դառավ դրդապատճառ, որ մենք հավաքվենք, բայց ոչ միայն օրենքի հետ աշխատելու, այլև ընդհանուր առաքելություն ստեղծելու եւ ընդհանուր նպատակներ դնելու համար։ Այսինքն մեր ասոցիացիայի նպատակը միայն օրենքի հետ կապված աշխատանք չի եւ չի սահմանափակվում դրանով։ Ինչպես է վերահսկելու նոր ռիելտորական օրենսդրությունը, նախաձեռնությունը ռիելտորների աշխատանքը վատ ռիելտորներին տարանջատելով եւ լավերին օրինակելիներին Տեսեք, օրենքի տեսանկյունը, օրենքի ինչ լավ վատ օրենքը այս կողմ տնենք, այսինքն շատ ենք քննարկում այդ օրենքի բովանդակությունը, դրան կանադառնանք։ Օրենքով սահմանված է, որ առհասարակ այս գործունեությունը ծավալելու համար դու լիցենզիա պետք է ստանաս։ Լիցենզավորում պետք է ստանա Չէ, մարդը։ չկա Չէ, հիմա լիցենզավորում չկա։ Ցանկացած ուզում, մարդ, կարա դա։ դու ուզում ես տունը վաճառես, եթե դու առաջարկում ես ես համաձայնվում եմ, դու կարաս դա գովազդես եւ միջնորդես, որպեսզի ես դա վաճառեմ։ Ամբողջ աշխարհում ռիելտորի մասնագիտությունը, աշխարհի գործակալի մասնագիտությունը ամենահարգի կամ ամենակարևոր թեմաներից մեկն է, որ մասնագիտությունից մեկն է, որովհետև այդ մասնագիտության մարդը գործ ունի հաճախորդի ամենամեծ կապիտալի հետ կամ ամենամեծ կյանքի ընտրության հետ։ Ու բնականաբար կադաստրի նախաձեռնությունը, որ դա կարգավորվի եւ որոշակի մասնագիտական ստանդարտացում ստանա ու այն մարդիկ ֆիլտրվեն, ովքեր դրանով կարան զբաղվեն, միայն լավ է, ես ողջունում եմ դա։ Միանշանակ ես զարմացա անգամ, որ փաստորեն այդպիսի սահմանում չի եղել մինչ այսօր։ Այդքան բազմազան ու շատ են ընկերությունները, գործակալությունները, բայց սահմանում չի եղել մինչ Դե բոլորը աշխատում են իրենց էթիկայի նորմերի սահմաններում, այնպես ոնց որ իրանք են հասկանում իրենց շահն ու հաճախորդի շահը եւ այլն։ Ամեն դեպքում չկար, հիմա կա։ Առաջի լավ բանը այն ալնելու, եթե մենք հիմիկվա մասին խոսենք, շատ կարճաժամկետ է այդ հիմիկվա անցալումը շուկայի, որտեղ փոխվել է 27 թվականից արդեն օրենքի ուժի մեջ է մտնելու ու այն ինչ որ չի փոխվելու վստահ եմ, դա որ այս գործով զբաղվող մարդը պետք է լիցենզավորում ստանա։ Այսինքն, եթե օրենքով սահմանափակված օրենքի սահմանափակումներից խոսենք, ուղղակի ամեն մեկը չի կանալու դրանով զբաղվի եւ բոլորը դառնալու են լիցենզավորված։ Ինչ է ենթադրում լիցենզավորումը, ինչ քննություն պետք է տան, Դա դեռ ենթաօրենսդրական նորմատիվներ ակտերով պետք է կարգավորվի, հա, ինչ քննություն, ինչ տեստավորում պետք է անցնի, բայց հա, ինչ որ բազային իմացություններ իրավաբանության գրասենյակ պետք է ունենան աշխատակիցների նվազագույն քանակ, դա սահմանափակում չունի գրասենյակի ինչա նախատեսվում էլի այդ օրենքով։ Տեսեք, առաջինը օրենքը չի սահմանափակում քեզ ֆիզանս դու պետք է չլինես, դու կարաս ածել լինես այս օրենքով այդ գործունեությունը անես, մեր համար առաջի հերթին էթիկան է կարևոր։ Էթիկան էլ ճաշակի նման բան է։ Չէ, դե էթիկան սահմանվում է տարբեր նաև օրենսդրության կարծիքներ կանոններով ու ասոցիացիաներն են ամբողջ աշխարհում հիմնականում էթիկայի նորմեր սահմանում եւ վերահսկում այդ էթիկայի նորմերի պահպանումը։ Ճիշտ է, մեր մոտ այն կետերից մեկը, որին մենք դեմ ենք, այնա որ էթիկա մասնագիտական հանձնաժողովը կադաստրի ենթակայությամբ աշխատող մասնագիտական հանձնաժողովն է վերահսկում ու քննում այդ դեպքերը, որ երբ որ հաճախորդի մեջ բողոք է լինում մոտ, մենք կարծում ենք դա վատ պրակտիկա է միջազգային տեսանկյունից, օրենքով այս փուլում դա անցել է, բայց մենք գործընկերների հետ վստահաբար կոռուպցիոն ռիսկ եք տենում դրա մեջ։ ամեն ռիսկ է տեսնում ենք։ Մենք գործընկերների հետ այդ մասով շատ հանգիստ հիմա ժամանակ ունենք աշխատելու եւ ինչ որ փուլում ես վստահ եմ, որ մենք կգտնենք ճիշտ արգումենտացիա, որպեսզի այդ կետը փոխվի։ Ինչպես նաև Վերահսկող մարմինը փոխվի։ վերահսկող մարմինը փոխվի, լիազոր մարմինը դա կադաստրն է օրենքի սահմանումով, չէ, այստեղ ասոցիացիաների դերի մասին է խոսքը, ինքնակարգավորող մարմին որպես այդպեսին, որ ասոցիացիաները
կարող են ստեղծվել ու իրենք իրենց էթիկայի նորմերով եւ կանոններով աշխատել։ Դա բարդ իրավաբանությունն է, այսպես ասած, չխորացնեմ, բայց կարևորագույն դեր զբաղեցնելու են ասոցիացիաները։ Դա նշանակում է, որ մեր ասոցիացիա էլի կարա ստեղծվի, սահմանափակում օրենսդրության բնականաբար չկա, ու ինչքան ստեղծվի, այնքան լավ, որտեղ տեղեր մրցակցություն կլինի, բայց գործակալների էթիկայի նորմերի, առհասարակ վարքագծային կանոնների բոլոր կետերը միջազգային շուկայում ասոցիացիաներն են վերահսկում ու եթե պետքա պատժել, այսպես ասած ճակերտավոր գործնական ասոցիացիան է պատժում։ Իսկ գործակալի համար պատիժ որպես այդպեսի նիշն է։ Լիցենզիայի կորուստը այդքան մեծ պատիժ չի, ինչքան որ դու այդ ինֆորմացիոն հոսքերից եւ համակարգերից դուրս ես մնում։ Հա, MLS-ից ես դուրս մնում։ Դե MLS համակարգը կա օրինակ միասնական ցուցակման հարթակա ասոցիացիայի, որտեղ տեղադրվում են գույքերը, որտեղ բոլորիս էքսկլյուզիվ գույքերը տեղադրվում է ու բոլորս կարող ենք աշխատենք մի հոգու վերցած էքսկլյուզիվի վրա, եթե իսկ այդ համակարգի ստեղծողը ով է։ ասոցիացիան, մենք ունենք այդ համակարգը արդեն, այն ասոցիացիայի անդամները, ովքեր որ դրան միանում են ասոցիացիային, դրանից օգտվում են ու մենք արդեն ունենք բավական լավ բազա ու փորձառություն համագործակցելու եւ գործարքներ անելու։ Միասնական համակարգ նաեւ ցուցակման միասնական համակարգ նաեւ ստեղծվում է օրենսդրությամբ։ Այս կետին էլ կուզեմ անդրադառնամ, ինչա նշանակում 2027 թվականից, երբ որ Արենը որպես քաղաքացի ուզենա իր գույքը վաճառի, ինքնուրույն, ոչ թե առանց ռիելտորի, ինքը չի կարողանալու դա վաճառի միջև կադաստրում շմուտքագրի միասնական ցուցակման համակարգում այդ գույքի տվյալները չհանրայնացնի։ Եվ կադաստրը այդ ցուցակումից հետո իրեն Դա անհատ վաճառողի տեսանկյունից լավ է թե վատ է։ Ես երկու բան կարամ ասեմ եւ լավա եւ վատայի համար։ Լավա նրանով ինձ թվում է ու էլի կադաստրի կոմիտեի հետ ես համաձայն եմ, այդ կետը երևի ամենակարճ լուծումն է, որպեսզի ամբողջ այս խառնաշփոթը լուծվի, որ մեր շուկայում չհայտնվեն վաճառքի գույքեր, որոնք ունեն իրավաբանական սահմանափակումներ, վաճառքի տարբեր տեսակի արգելանքներ եւ այլ մարդկանց կամ կառույցների իրավունքներ, որոնց մասին շատ հաճախ տեղյակ չի նաեւ վաճառողը եւ միտքը այն ասես ճակերտավոր եւ որ դու պետք է ստանաս միասնական տեղեկանք, տեսնես այդ սահմանափակումների մասին, կադաստրն էլ քեզ տա, հա, դա նոր դու կարողանաս դա գովազդես, շատ լավն է, որովհետեւ այդ միասնական համակարգի ստեղծումը ինչա ենթադրում, որ տրվելու է մի ծածկագիր, որը որ օգտագործվելու է մենակ այդ գույքի վաճառքի դեպքում օգտագործվելու է այդ ծածկագիրը։ Դա էլ է միջազգային փորձ։ Խիստ տեղայնացված միջազգային փորձ է, որտեղ շատ դրույթներ չկա միջազգային փորձի այստեղ, օրինակ նույն մասնագիտական հանձնաժողովի ստեղծումը չկա, կամ այս ցուցակման միասնական համակարգը մենք երկար ման եկանք, ոչ միտեղ չկար իրականում, բայց ես կադաստրի միտումն եմ հասկանում, ինչի է դա անկեղծորեն, իհարկե հիմա քննադատ են իմ գործընկերներից էլ, բայց պարզ է միտումը, կա խառնաշփոթ ահռելի շուկայում, մի գույքի վաճառքը կարող են անել 100 հոգի առանց սեփականատիրոջը տեղյակ պահելու եւ այլն, եւ դա վերում է բոլորի շահերի վնասման, բոլորի։ Հիմա պետք է այս մեթոդով, այսպես այս գործիքով դա բավականին մաքրվում ու ֆիլտրվում է այդ շուկան։ Հետագայում թե այդ միասնական համակարգը ինչ դեր կխաղա, չգիտեմ, բայց այս մի ֆունկցիան իրա իմ համար այս պայի շուկայի ֆիլտրման համար բավական լավ գործիք է։ Եթե դու ուզում ես ռիելտորի միջոցով անես այդ ցուցակումը, դու պայմանագիր պետք է ունենաս պարտադիր ռիելտորի հետ։ Այսինքն, եթե Արեն ուզում է Արսենին պատվիրակի իր գույքի վաճառքը, պետք է պայմանագիր պարտադիր ունենա, որտեղ ցուցակման համակարգ առանց պայմանագրի ցույց տալու ես որպես ռիելտոր չեմ կարա մուտք անեմ Արենի տունը եւ չեմ կարա ստանամ այսպես թույլտվություն այդ դրա վաճառքի եւ գովազդի համար։ Դա էլ է շատ լավ, որ մեր մոտ բոլոր պարտավորությունները կան պայմանագրային բազայի վրա, որպեսզի քաղաքացու շահը պահպանվի եւ բարձրանա գործակալների պատասխանատվությունը։ Պայմանագրային բազայի վրա հիմնված լինի։ Շատ լավ նորություն ունենք պաստորեն, որ 2027 թվականից արդեն գործելու է նոր օրենքը, որպես ասոցիացիայի կարգառուն ներկայացուցիչ, այլ ինչ նախաձեռնություններ են սպասվում մոտ ապագայում։ Ամենակարևոր նախաձեռնությունները օրենքի հետ կապված լավացման ավելի էֆեկտիվ դարձնելու աշխատանքներն են։ Ճիշտ է, օրենքը ընդունվեց, բայց մենք ունենք բազմաթիվ դիտարկումներ,
ու լիքը աշխատանք եւ ազգային ժողովի գործընկերների եւ կադաստրի գործընկերների հետ անելու, դա եղած կետերի ավելի էֆեկտիվ սարքելն է, որ ավելի ճիշտ սահմանումներ լինեն եւ ենթաօրենսդրական ակտերի ստեղծումն է, այսպես ասած, որպեսզի օրենքը ճիշտ աշխատի ապագայում։ Դա ահռելի աշխատանք է, որ եկող տարվա ընթացքում Դուք սերտ աշխատելու եք, այսինքն պետության հետ այդ մասով մենք կառուցելու եք եւ սերտ աշխատում ենք, մոդիֆիկացնելու եք օրենքը։ մեր կարծիքն ենք տալիս, այսինքն մենք որպես առանձին սուբյեկտ մեր կարծիքն ենք տալիս, աշխատում են օրենքի շուրջ 3 երևի մարմին, դա կադաստրի կոմիտեն է, ազգային ժողովը եւ ռիելտորների ասոցիացիան եւ բնականաբար կարող լինեն այլ շահագրգռված ֆիզ անձիկ ու իրավաբանական անձիկ, որոնք որևէ ձև իրենց կարծիքը կարան ասեն, այդտեղ սահմանափակում չկա։ Ես չգիտեմ այդ 4-րդ, 5-րդ սուբյեկտները կան թե չէ, բայց այս փուլում մենք ակտիվորեն մեր տեսակետները եւ արգումենտացիան տալիս ենք, որպեսզի օրենքը ավելի լավը դառնա։ Շատ տեսակետներ ընդունվել են եւ շատ տեսակետներ մեր կողմից են ընդունվել, եթե մեր առաջի ռեակցիան տեսնեիք այդ միասնական համակարգին կադաստրի, շատ ավելի հեռու էր ես իմ ասած տեսակետից, բայց բնականաբար երկուստեք աշխատանք է գնում, բարդ աշխատանք է իհարկե, բայց ամեն դեպքում կարևոր աշխատանք է, որպեսզի ոլորտը կանոնակարգվի։ Ես կարծում եմ բոլոր կողմերը քաղաքացուց սկսած այս փոփոխություններից շահելու են։ Իհարկե ներքևի հարթության մեջ մենք անընդհատ այդ շփումների եւ աշխատանքային խմբերով փորձելու ենք մեկս մյուսի համոզել, որ մեր տեսակետներն են ավելի ճիշտ։ Այդտեղ պետք է հաղթի այն տեսակետը, որը ավելի արգումենտացված է եւ կոնկրետ այդ պայի համար ավելի ճիշտ է, եւ մենք եկող տարի դրա հետ կապված ենք աշխատելու, ամենակարևոր մեր գործառույթներից մեկն է։ Երկրորդ գործառույթը մեր կրթական բլոկն է, այսպես ասած, որ մենք ասոցիացիայի շուրջ ենք հավաքում այն էքսպերտներին, մարդկանց, ովքեր միջազգային փորձառություն ունեն, լոկալ փորձառություն ունեն եւ կարող են դասընթացներ անել, կրթել, մաստեր կլասեր անել շուկայում գործող ռիելտորական ընկերությունների համար։ Սա երկրորդ բանն է, ուսուցումը, որպեսզի մենք ինֆորմացիոն դպրոց եք ստեղծում, այսինքն։ Ոչ թե դպրոց ենք ստեղծում, հնարավորություններ ենք ստեղծում եւ մասնավոր եւ ասոցիացիայի կողմից, օրինակ մեր ընկերությունը BDG ընկերության հետ համատեղ ռիելտորների ակադեմիա վերնագրով կամ անունով նախաձեռնություն ենք ստեղծել։ Դա ինչ է, որ սկսնակ մարդը, որ ռիելտորությունից բան չի հասկանում, կարա նախնական կուրս անցնի, որը բավականին խիտ է, հետո մտնի ձեր ասոցիացիա եւ մտնի ընկերություն լիցենզիա ստանա եւ սկսի աշխատել։ Երկրորդ փուլով կարա վերապատրաստվի, երրորդ փուլով կարա founder լինի, այսինքն կարա ստեղծի իր ընկերությունը։ Սա մի հնարավորություն է, որ շուկայում հունվարից սկսած ունենալու են, գովազդները պարտադիր կտեսնեք։ Մենք տարբեր գործընկերների միջազգային ում հետ կապ ունենք, հրավիրում ենք հաճախ մաստեր կլասների։ Մենք անդամները ասոցիացիայի, կապ չունի հիմնադիր անդամներ են թե ուղղակի անդամակցող, իրենց նախաձեռնությամբ հավաքներ են կազմակերպում, շուկան ենք ամփոփում, մտքերի փոխանակումներ ենք անում, այսպես networking ենք անում։ Արսեն ջան, շատ երկար կարող ենք այսպես խոսել, որտեվ շատ հետաքրքիր ստացվեց մեր զրույցը, շատ հետաքրքիր եւ օգտակար ինֆորմացիա տվեցիր թե ինձ, թե մեր դիտորդին։ Եվ սիրով երկար խոսեի, սակայն սահմանափակ ժամանակ ունենալու պատճառով սահմանափակվենք եւ ամփոփենք։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար եւ հետաքրքիր զրույցի համար։ Իսկ եթերում է Շինքասթը եւ այսօրվա մեր ոդքասթի թողարկման հովանավորն է Trio Երևանը, որը գտնվում է Փարպեցի 9 հասցեում եւ հանդես է գալիս 3 ձևաչափով ռեստորան, լաունջ եւ սիգար բար։ Կհանդիպենք մյուս թողարկմանը։ Ես էլ եմ շնորհակալ։